Հելեն Հեղնար Ավագյան Գառնու ձորում Գարնանային միջեքնաղոր, երբ արևն էր վերում փայլում, ես անշտապ մինչև կեսօր հայտնվեցի Գառնու ձորում։ Ես գիտեի, որ ամեն օր մարդաշատ է ձորը լինում, որպես սրտի ձայն մեղմորոր ինձ իր բացած գիրկն էր կանչում։ Խոլ հուզմունքով ես նայեցի ծնկի չաքարերի դեմ, հրաշքով այդ զմայլվեցի, մոմ վառեցի, որ աղոթեմ։ Դիմացս մի անմահություն, վեր խոյացած իր պերջանքով, մտքիս տվել էր վեհություն ինձ պապանձել իր հմայքով։ Սիրտս ահեղ փոթորկվել էր, ուղեղս չէր արձագանքում, հեղինակը տեսնես ով էր քարակերտ այս պերճ խոյանքում։ Աստվածային կերտվածք է այն, բազում ցավ ու դավեր տեսել, դարերն են, որ գիտեն միայն, երբ է հրաշքն այդ կայացել։ Խոնարհվեցի արցունքն աչքիս, ասի քարեր, խոսեք ինձ հետ, ու քարերից կատ ձեռքիս ջուրը կաթեց արցունքիս հետ։ Մի կաթիլ էլ ընկավ շուրթիս, նույն համնաղի ես զգացի, հասկացա, որ ամբողջ կյանքիս մեծ հրաշքը ես ապրեցի։ Կյանքիս այդ օրն ապացուցեց, որ հրաշքներ ամեն տեղ կան, երբ քարակերտն ինձ հետ խոսեց ու լաց եղավ մարդու նման։